Անհետ կորածին ծառայողի հորեղբայր Արսեն Ղուկասյանի խափանման միջոցը փոխվեց, նա տնային կալանքի տակ կմնա եւ 1 միլիոն դրամ գրավ կվճարի, եղբորը պատերազմում կորցրած եղբոր որդուն փնտրող Ղուկասյանը կալանքի հետ անհամատեղելի առողջական խնդիրներ ունի։ Ախր ոչ մեկին ոչ կպել եմ, ոչ խփել եմ։ Եվրոպական քաղաքական համայնքի Երևանյան գագաթնաժողովին մասնակցելու հրավերը Ալիևը պաշտոնապես չի մերժել, Ալեն Սիմոնյանը վստահեցնում է, որ Բաքվից պաշտոնական մերժում չեն ստացել։ Մենք անկալում ենք, որ թե Ադրբեջանի, թե Թուրքիայի նախագահները այդ միջազգային մեծ կոնֆերանսին ներկա կգտնվեն։ Զավթված հովաննավանքը Մայրաթորին վերադարձնելու համար եկեղեցին կտրուկ քայլերի չի գնա, հոգևորականների հույսը իրավապահներն են։ Սա բախումների կարող է տանել եւ դրա համար այս առումով մենք ձեռնպահ ենք։ Խղճի կամ դավանանքի ազատության իրավունքի իրականացմանը խոչընդոտելու հոդվածով հանցագործության մասին երկրորդ հաղորդումն է ներկայացվել դատախազություն, հայակվեն Նիկոլ Փաշինյանին է մեղադրում։ Այս հաղորդումը Նիկոլ Փաշինյանի եւ նրա հետ փոխկապակցված անձանց մասին է։ Գյումրիում Վարդան Ղուկասյանի իշխանության շուրջ օղակը սեղմվում է, հակակոռուպցիոն մարմինը շահերի բախում է տեսնում, որ Գյումրիի փոխքաղաքապետը Վարդան Ղուկասյանի փեսան է։ Գյումրին ուզում են թողնել կոլապսի մեջ։ Տաշիր կապիտալը այսօր նորից է դիմել հոսանքն էժանացնելու առաջարկով, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հերքում է, թե առաջարկած սխեմայով էլեկտրաէներգիան կարող է էժանանալ։ Ձմռանն ընդառաջ, այո, իջեցնեն բնակության համար սակագնային պլանը։ Օրվա հիմնական նորությունները Կամփոփի Հայլուրը, բարի երեկո, հարգելի հեռուստադիտողներ, եւ այսպես դատարանը որոշել է փոխել անհետ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանի խափանման միջոց կալանքը տնային կալանքով 1 միլիոն դրամ գրավով ու բացակայելու արգելքով։ Փաստաբաններն այսօրվա դատական նիստին են ներկայացրել Արսեն Ղուկասյանին ազատ արձակելու միջնորդությունը։ Մանրամասները Գայանե Մովսիսյանի ռեպորտաժում։ Մեկ ամիս բանտախցում մնացած Արսեն Ղուկասյանը վստահեցնում է, թեև ինքը տնային կալանքում է լինելու, անհետ կորածների հարազատները շարունակելու են պայքարը։ Դաժե եթե իմ կալանքը շարունակեն էլ, միևնույն է ես համոզված եմ, որ այս ծնողները չէին լռելու։ 44-օրյա պատերազմում զոհվածի եղբոր անհետ կորածի հորեղբոր վիճակը անազատության մեջ ավելի է վատացել։ 9 ծանր հիվանդություն ունեցող Ղուկասյանը հիմա նաև բրոնխիտով է տառապում։ Քրոնիկ բարձր ճնշում ունի, սիրտը ստենտավորված է, 2 ինֆարկտ է տարել։ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակներ նաև ահազանգել են։ Նրա առողջական վիճակը անհամատեղելի է Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի պայմանների հետ։ Թող Աստծուց առնեն իրանց պատիժը։ Իրանք ուզում են անմեղ մարդու այդ անմեղ տեղի ձևի վերաբերմունքը այդ իզուր չի անցնելու։ Ինչ է արել իր որդին, զայրանում է Ղուկասյանի մայրը։ Օդում ճոճել է իր ձեռնափայտն ու ոչ մեկի գլխին չի իջեցրել։ Սեպտեմբերի 29-ին Պաշտպանության նախարարության մոտ ակցիայի ժամանակ լարվել էր իրավիճակը, երբ ծնողները հայտարարել էին, թե խաբել են իրենց բնայում, չեն կազմակերպել խոստացված պաշտոնյաների հետ հանդիպումը։ Ծնողներին սենց ֆուտբոլի գնդակի պես ռեժիսյան էին տանում, էնյան էին տանում։ Ու երբ որ ես տեսա, որ խփում են, ես ձեռնափայտը նախ վերցրել եմ առաջինը, նոր էլ որ դալիճ մտա, սենց արեցի, հիմա ինչ սպառնում եմ։ Այդ միջադեպից հետո ռազմական ոստիկանները ցուցմունք էին տվել, թե վտանգ են զգացել, երբ Ղուկասյանը իր ձեռնափայտով մոտեցել է իրենց։ Նրա դեմ քրեական վարույթ է սկսվել խուլիգանության եւ պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածներով։ 8-10 ծնող ենք եղել։ 9 հատ ռազմականի տուժող, դե լավ էլի, ուրեմն փաստորեն կամ մենք ենք, չգիտեմ, տոր քանգեղն ենք։ Հարցնել այդքանին հասցրել եք ծեծել, ախր ոչ մեկին ոչ կպել եմ, ոչ խփել եմ։ Հայոյանք եմ հնչեցել, էլի եմ հնչեցնում, նոր դալիճում էլ ասեցի, ով կարա զոհվածի ծնողի վրա ձեռ բարձրացնի, անհետ կորածի ծնողին խփի, ինքը իմ համար տո համ թուրք է, համ էլ անբարոյականի զավակ է։ Այն, որ Ղուկասյանի խափանման միջոց կալանքը տնային կալանքով 1 միլիոն դրամ գրավով ու չբացակայելու արգելքով է փոխել դատարանը, ինչ որ առումով հաղթանակ է համարում փաստաբան Տաթևիկ Սողոյանը։
Փաստաբանն իրեն համարում է անհետ կորածների բախտակից, որովհետև իր քեռին էլ չի վերադարձել պատերազմից։ Մարդասիրության ու անձի կյանքի ու առողջությունը պահպանելու նկատառումներով էլի կարող եմ հաղթանակ համարել, բայց ոչ երբեք արդարության ու արդարադատության հաղթանակ, որովհետև դուք էլ տեսաք, որ այս մարդկանց այն մեղադրանքը ոչ միայն իրավական չի, նաև բարոյական չի։ Փաստաբանները նպատակ ունեն արդեն հաջորդ դատական նիստին Ղուկասյանին ազատ արձակելու միջնորդություն ներկայացնել։ Գայանե Մովսիսյան, Հենրիկ Համազասպյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Եվրոպական քաղաքական համայնքի Երևանյան գագաթնաժողովին մասնակցելու հրավերը Ալիևը պաշտոնապես չի մերժել։ Ադրբեջանական մամուլում էր տարածվել տեղեկությունը, որ Իլհամ Ալիևը չի պատրաստվում գալ Հայաստան մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, որովհետև հայ-ադրբեջանական հարաբերությունների մակարդակը դա թույլ չի տալիս։ Ալեն Սիմոնյանի պնդմամբ Երևանը պաշտոնական մերժում չի ստացել Բաքվից։ Իսկ Էրդողանի Երևան այցելելու վերաբերյալ որևէ կոնկրետ տեղեկություն չկա։ Ռուսական ՌԻԱ Նովոստին հայտնում է, ըստ Թուրքիայի նախագահի աշխատակազմի որոշման, հայտնի կդառնա գագաթնաժողովին մոտ օրերին։ Ոչ պաշտոնական բան մեկնաբանելը որքանով է ճիշտ։ Ազգային ժողովի նախագահը չի ուզում մեկնաբանել Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու Ալիևի մերժումը։ Սիմոնյանի խոսքով իրենք պաշտոնական մերժում չեն ստացել, հետևաբար չեն ընդունում, որ սա վերջնական պատասխան է։ Մենք անկալում ենք, որ թե Ադրբեջանի, թե Թուրքիայի նախագահները այդ միջազգային մեծ կոնֆերանսին, որտեղ մասնակցել են բազմաթիվ երկրների ղեկավարներ, ներկա կգտնվեն։ Սիմոնյանի այս արձագանքից քաղաքագետ Բենյամին Մաթևոսյանը հասկանում է, որ Ադրբեջանի ու Թուրքիայի ղեկավարների Երևան այցի հետ կապված խնդիր ամեն դեպքում կա։ Դատելով Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի խոսքերից, ով այսօր նշում էր, որ հայկական կողմը պատրաստ է անել ամեն ինչ, որպեսզի եւ Ադրբեջանի նախագահը եւ Թուրքիայի նախագահը այցելեն Հայաստան, առնվազն խնդիր կա։ Ադրբեջանական ռեպորտը իր դիվանագիտական աղբյուրներին հողում տալով գրել էր, որ Ալիևի կարծիքով հայ-ադրբեջանական հարաբերությունների մակարդակն այնպիսին չէ, որ ինքը Երևան այցելի։ Խաղաղությունը դեռ միայն փաստացի է հաստատվել։ Այս բոլոր քարոզված ձևակերպումները կապված նրա հետ, որ մենք իսկապես խաղաղություն ենք հաստատել, խաղաղության ենք հասել, այս ամենը իրականության հետ որևիցե աղերս չունի։ Իսկ ազգային ժողովի նախագահի համոզմամբ միայն այն, որ ադրբեջանցի պաշտոնյաներ են գալիս Հայաստան ու հայ պաշտոնյաներ են գնում Ադրբեջան, ապացույց է, որ խաղաղությունը իրականություն է ու այստեղ ադրբեջանցիների անվտանգության համար անհանգստանալու հիմքեր չկան։ Մեր պաշտոնյաները նույնպես այցելել են Ադրբեջան եւ էլի պաշտոնյաներ կան, որոնք Հայաստան են այցելել, վերջերս падգամավորներ եկան Հայաստանի Հանրապետություն, այնուամենայնիվ այդ սառույցը պետքա կոտրել։ Հայ-ադրբեջանական փոխայցերի սառույցը դեռ վաղուց է կոտրված, դեռ մինչև Փաշինյանի թիմի իշխանության գալը, մինչև Արցախի էթնիկ զտումն ու հայաթափումը, հիշեցնում է քաղաքագետ Բենյամին Մաթևոսյանը։ Հայկական պատվիրակությունները բազմիցս եղել են Ադրբեջանում, ադրբեջանական պատվիրակությունները եւս, այսինքն տեսեք, էլի, եթե մեր նպատակն այն էր, որ ադրբեջանցիները ինչ-որ պատվիրակություններով գան Հայաստան, դրա համար Արցախը անհրաժեշտ չէր հանձնել։ Քաղաքագետի համոզմամբ Ալիևը չի ուզում նախընտրական նոր նվեր անել Փաշինյանին իր Երևան այցով։ Ալիևը չի ուզում այդ նվերների քանակը չափազանց շատացնել, որովհետև վերջերս էլ եղավ այդ որոշումը, որ ղազախական ցորեն է գալու է Հայաստանի Հանրապետություն Ադրբեջանի տարածքով, սա եւս արդեն իսկ նվեր էր Նիկոլ Փաշինյանի։ Նվեր է Փաշինյանին նաև Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը եկող տարվա գարնանը Երևանում անցկացնելու որոշումը։ Հասարակությանը այսպես ցույց կտան, որ քանի դեռ Հայաստանը չի մտել եվրոպական ընտանիք, Եվրոպան է գալիս Հայաստան։ Այդ գագաթնաժողովը Նիկոլ Փաշինյանի իշխանությանը նվեր է, նվեր Թուրքիայի կողմից, Ադրբեջանի կողմից, Եվրոպական հանձնաժողովի կողմից, Եվրոմիության կողմից ցույց տալու համար, որ եթե պայմանականորեն մենք չենք հասել Եվրոպա, ապա Եվրոպան եկել է Հայաստան։ Իդեպ Եվրոպական համայնքի նվերի համար Հայաստանը բյուջեից 1 միլիարդ դրամ է վճարելու։ Լիլիթ Սարգսյան, Հենրիկ Համազասպյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։ Փաշինյանի որոշմամբ այս ամսվա սկզբին ստեղծված Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաղորդակցությունների բացման հարցերով հանձնաժողովի կազմը փոփոխվել է։ Հանձնաժողովի կազմում ներգրավվել են միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Կարեն Անդրեասյանը, վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանը, անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար Անահիտ Շիրինյանը։
Հանձնաժողովի կազմում է նաև արտաքին գործերի նախարարի կինը Գոհար Աբաջյանը։ Ադրբեջանում հավատարմագրված դեսպաններին եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին օկուպացված Զանգելան է տարել Բաքուն ցույց տալու այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի շինարարությունը։ Տեղից տեսանյութը հրապարակել Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմետ Հաջիևը։ Նա X-ում գրել է, թե մեջբերեմ Զանգեզուրի միջանցքի մինչև Ադրբեջանա-Հայաստանյան սահմանն ընկած հատվածի շինարարությունը մոտենում է ավարտական փուլին, մեջբերման ավարտը։ Երասք Սադարակ երկաթգծի կառուցման համար գումար հատկացվել է խորհրդարանում բյուջե 2026-ի քննարկման ժամանակ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարին հարցրել է Հայաստան խմբակցության падգամավոր Արթուր Խաչատրյանը։ Ընդդիմադիր падգամավորն ընդգծել է, եթե Սադարակից երասք չմտնենք, թրիփից Հայաստանին ոչ տաք է, ոչ սառը։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Խուդատյանը խոստովանել է, երասք Սադարակ երկաթգծի բյուջետավորված տող, որպես այդպիսին չկա։ Թրիփը որքան էլ գործի, ինչքան էլ լավ լինի, Հայաստանի տարածքում կարող է ամենալավ ճանապարհը լինի, բայց եթե Սադարակից երասք չմտնենք, դրանից Հայաստանին ոչ տաք, ոչ սառը։ Կոնկրետ կա գումար հատկացված, թե ոչ, եւ 4-րդ հարցը նույն տրամաբանության մեջ թրիփը, չգիտեմ, դեռ իհարկե քննարկումների մեջ է, բայց չեմ կարծում, որ միայն ամերիկացիների ճիտին պարտք կլինի։ Հայկական Հայաստանի Հանրապետության բյուջեում 26 թվականին ճանապարհի այդ հատվածի համար գումար հատկացված կա, թե ոչ նա։ Ամբողջությամբ այս ծրագիրը քննարկման փուլում է, դրա հետ կապված այս բանի նորություն որպես այդպեսին, քանի քննարկումը չի ավարտվել, չեմ կարողանալու ասել։ Երկաթուղիների արդիականացման մասով միջոցներ նախատեսված են, բայց երասք Սադարակի մասով բյուջետավորված տող որպես այդպեսին չունենք։ Այսօր Ալմատիում հանդիպել են ԱՊՀ պաշտպանության նախարարները, քննարկել իրենց ազգային բանակների մարտական պատրաստվածության զարգացման եւ ամրապնդման հիմնական ուղղությունները։ Հանդիպանը Հայաստանը չի մասնակցել։ Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատում է Էջմիածնի հայտնի քիմիկների զորամասում իրականացված գործողությունների մասին լուրը։ Ըստ կոմիտեի առերևույթ հանցագործության դեպքի վերաբերյալ հաղորդում է ստացվել ռազմական ոստիկանությունից եւ ընթացք է տրվել։ Ինչպես հայտնել ենք, առավոտյան մամուլում սկանդալային տեղեկություն է հայտնվել, թե ԱԱԾ-ն գործողություն է անում Էջմիածնի քիմիկների զորամասում, բերման ենթարկվածներ կան, այդ թվում բարձրաստիճան զինվորականներ։ Այլուրի տեղեկություններով գործը մեկ սպայի է վերաբերում։ Հայաստանում հոգևորականների մասնակցությամբ գաղտնալսումների ու գաղտնի տեսանկարահանումների արտահոսքերի ֆոնին այսօր որոշվել է անձնական տվյալների պաշտպանության անկախ լիազոր մարմին ստեղծել։ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են անձնական տվյալների պաշտպանության բարեփոխումները։ Արդարադատության նախարար Սրփուի Գալյանը ներկայացրել է անձնական տվյալների պաշտպանության նոր անկախ լիազոր մարմնի ստեղծման հայեցակարգը եւ դրա իրականացումն ապահովող պլանավորված եւ իրականացվող քայլերը։ Առաջարկվում է սահմանել կոլեգիալ ղեկավարում 3 անդամից բաղկացած հանձնաժողովի տեսքով։ Հովաննավան ապօրինի ներխուժմանը պետք է ժամ առաջ վերջ տրվի, պահանջում է Մայրաթոռը ու նորից հույս հայտնում, որ իրավապահ համակարգն ի վերջո կմիջամտի վանական համալիրում կարգալույց քահանայի ապօրինի գործունեությանը։ Նախկին քահանայի եւ նրա քաղաքական հովանավոր Փաշինյանի դեմ այսօր նոր հաղորդում են դատախազություն ներկայացրել իրավապաշտպանները։ Սակայն ըստ բազմաթիվ վերլուծաբանների օրվա քաղաքական իշխանության քարոզչամեքենայի վերածված դատախազությունը դժվար թե ընթացք տա այդ հաղորդմանը։ Մանավանդ որ Փաշինյանն ինքը շարունակում է պղծության համար մեղադրել հայոց հոգևոր առաջնորդին։ Այս դեպքում կա ակնհայտ ուժող կողմ։ Հովհաննավանքում ապօրինի ծեսեր է մատուցում նախկին քահանա Ստեփան Ասատրյանը պնդում է հայակվե նախաձեռնությունը, որն այսօր դատախազություն է տարել հանցագործության մասին հաղորդում Նիկոլ Փաշինյանի ու նրա հետ փոխկապակցված անձանց դեմ։ Իրավապաշտպանները պահանջում են կանխել իրենց խոսքով վանական համալիրի բռնազավթումն ու պղծումը։ Եթե դատախազությունը հրաժարվի քրեական գործառույցել, մենք կդիմենք դատարան։ Եթե դատարանը հրաժարվի քրեական գործառույցել, կհասնենք մինչև սահմանադրական դատարան։ Հայ առաքելական եկեղեցու դեմ հալածանքներ, հոգևորականների ապօրինի հետապնդումներ, Վեհարանը կաթողիկոսից ազատելու սպառնալիք ու չդադարող զրպարտություններ։ Սրանք բոլորը հանցագործություններ են ըստ իրավապաշտպանների։ Նրանց կարծիքով կաթողիկոսի հասցեին վերջին զրպարտությունը հնչել է այսօր վարչապետի շուրթերից։ Պղծությունն այն է, որ մենք կաթողիկոսի կարգավիճակում ունենք մի մարդ, որը Աստծուն չի հավատում։
Փաշինյանն այսպես արձագանքել է Մայրաթորի վերջին հայտարարությանը, որտեղ պղծություն է որակվում կարգալույց քահանայի գործունեությունը Հովհաննավանքում։ Մենք շարունակել ենք մեր աղոթքները Հովհաննավանքում, հետո նաև Մայրաթորում։ Հովհաննավանքում մկրտություններն ու պսակադրությունները անվավեր են, հիշեցնում են Մայրաթորում։ Կարգալույց քահանա Ստեփան Ասատրյանն ինքն էլ գիտի դա։ Տեր Եսայի քահանա Արթենյանի խոսքով նախկին քահանան նախ մկրտության արարողության մասնակիցներին խոստանում է, որ վկայական է տրամադրելու, հետո անմիջապես մոռանում է խոստումը, երբ հասկանում է, որ կեղծիքը երկար կյանք չունի։ Եթե մարդը այնտեղ պսակադրվում է եւ կամ մկրտվում է տվյալ անձի կարգալույց քահանա հոգեվորականի ձեռամբ, այդ մկրտությունը մկրտություն չի եւ այդ պսակը պսակ չի։ Այսինքն, եթե այդ անձը հետո ուզենա գնալ որևէ այլ եկեղեցի պսակադրվելու, իրան պետք է մկրտենք նորից։ Այսինքն դա նորից չի, որտեվ նախորդ կատարած ծեսը անվավեր է։ Այդ մարդը պիտի մկրտվի, որտեվ ինքը ուրիշ տարբերակ կամ ուրիշ ճանապարհ չկա։ Ապօրինի ներխուժում է եղել Հովհաննավանք։ Ապօրինի գործունեություն է իրականացվում։ Դա պետք է ժամ առաջ դադարեցնել, ասում են Մայրաթորում։ Այս ամեն ինչը եւ ժողովրդավարության սահմաններից դուրս է, եւ օրինականությունից դուրս է, եւ որևէ առողջ բանականությունից դուրս է։ Իսկ ինչու է Հովհաննավանքը բռնազավթած պահում իշխանության հովանավորությունը վայելող կարգալույց քահանան, եթե վանական համալիրը սեփականության իրավունքով Մայրաթորին է պատկանում։ Ինչու է Չմիածինը տեր չի կանգնում իր սեփականությանը, չի միջամտում, երբ նախկին քահանան եկեղեցու դարպասների փականն է փոխում, ինքը որոշում, ով մտնի եկեղեցի, ով ոչ։ Նման իրավիճակները լուծվում են իրավական եւ օրինականության ճանապարհով միայն։ Այս մեզ համար ամենակարևոր հանգամանքն է։ Հիմա ինչքանով իրավապահ համակարգը այստեղ նախաձեռնություն կդրսևորի եւ օրենքի սահմաններում իր պարտականությունները կկատարի, դա կտեսնենք։ Ամեն դեպքում այս պահին մենք ունենք այդ մտահոգությունը, որ կա այդ հապաղումը։ Մյուս ճանապարհները, որոնք հարցի լուծման են ուղղված, մեզ համար անընդունելի են այն առումով, որ կարող են, օրինակ, ասենք, գնալ ինչ-որ խմբով, Հովաննավանք, իրենց դուրս վռնդել այնտեղից, բայց սա բախումների կարող է տանել եւ դրա համար այս առումով մենք ձեռնպահ ենք հավատքով, հույսով, որ իրավապահները իրենց գործը կատարեն։ Իրավապահ համակարգը կարծես անժամկետ արձակուրդում լինի, նկատում է փաստաբան Արա Զոհրաբյանը, հակաեկեղեցական արշավի ամբողջ ընթացքում հանցագործության մասին բազմաթիվ հաղորդումներ է ներկայացրել իրավապահներին, արձագանք չկա։ Մարզային ոստիկանությանն էլ ենք գրություն ներկայացրել, որևէ ռեակցիա չկա եւ պարզ է, որ իրենք փորձելու են այդ իրավական ճանապարհը խոչընդոտել։ Այս առումով ակնհայտ է, որ իրավական գործիքները պատշաճ չեն աշխատում։ Մայրաթորի փաստաբանական թիմը սպառել է իրավական բոլոր միջոցները եկեղեցու հոգևորականների խախտված իրավունքները վերականգնելու համար։ Արա Զոհրաբյանը դիմել է ոստիկաններին կարգալույց քահանայի մուտքը Հովաննավանք կանխելու համար։ Հաղորդում է ներկայացրել, ըստ որի խոչընդոտվել է Հովաննավանքում ծեսերի բնականոն ընթացքը։ Երբ որ արդարադատությունը գլուխը կախում, ինքնադատաստանը գլուխ է բարձրացնում։ Երբ որ մարդու իրավական ճանապարհը փակում ես, ինքը սկսում է ուրիշ ճանապարհ փնտրել։ Բայց այդ ճանապարհը բնականաբար եկեղեցին չի ընտրել, որովհետև դա կբերի բախումների։ Մենք գիտենք, որ իշխանությունն էլ հիմա դրան է փափագում։ Իշխանությունը կարծես փափագում է նաև պետության անունից խլել եկեղեցապատկան հողերը։ Այս մասին Նիկոլ Փաշինյանը ակնարկել էր խորհրդարանի ամբիոնից։ Հուշարձանները կվերադարձնենք։ Չի զարմանում այս հայտարարությունից Մայրաթորի պաշտպանությունը ստանձնած Արա Զոհրաբյանը։ Նկատում է, ամեն ինչի ընդունակ է Փաշինյանը, որի հրահանգով 54 հոգանոց քննչական խումբ է զբաղվում հոգևորականների գործերով։ Ըստ Զոհրաբյանի մնում է մի տարբերակ։ Հայաստանում հոգևոր իշխանության դեմ քաղաքական իշխանության հայտարարած պատերազմի մասին ահազանգել միջազգային կառույցներին։ Պատկերացրեք, երբ խորհրդային միության ժամանակ էր, որ փորձում են եկեղեցիներից տարածքներ խլել, եկեղեցականներին փորձում են նվաստացնել։ Լիլիթ Խալաթյան, Էդգար Ղուշչյան, Լանա Համբարձումյան, Նորայ Շարբաթյան, Արաքել Օհանյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Մայրաթորից տեղեկացնում են, որ Կիրակի Մայրտաճարում Սուրբ եւ անմահապատարագի ընթացքում հայրապետական մաղթանք կկատարվի։ Ամենայն հայոց կաթողիկոսի գահակալության 26-րդ տարեդարձի առիթով է սա։ Այդ օրը Մայրտաճար կբերվի Սկևրայի սրբերի մասունքների տուփը, որում պահվում են Պողոս, Պետրոս, Թադեոս եւ Բարդուղիմեոս առաքյալների, նաեւ հայ սրբերի, այդ թվում Գրիգոր Լուսավորչի եւ Հովհան Ոսկեբերանի մասունքները։
Մասնատուփի գտնվելու վայրը շուրջ 5 դար անհայտ է եղել եւ 2000-ականների սկզբին Գարեգին II-ի ջանքերով փոխանցվել է մայրաթորին։ Գյումրիում Վարդան Ղուկասյանի իշխանության շուրջ օղակը սեղմվում է։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը շահերի բախում է տեսնում, որ Գյումրիի փոխքաղաքապետը Վարդան Ղուկասյանի փեսան է։ Ավետիս Արաքելյանը Ղուկասյանի ցուցակով մասնակցել է մարտի 30-ի ավականու արտահերթ ընտրություններին, ցուցակի երկրորդ համարն է եղել։ Արաքելյանը փոխքաղաքապետ է ընտրվել մայիսի 2-ին հավաքանու քվեարկությամբ։ Վարդան Ղուկասյանի կալանավորումից հետո Արաքելյանն է կատարում համայնքի ղեկավարի պարտականությունները։ Ով է տեր կանգնելու Գյումրիին, քանի դեռ համայնքապետ Վարդան Ղուկասյանը բանտում է, իսկ նրա պարտականությունները կատարող փոխքաղաքապետ Ավետիս Արաքելյանը իրավապահ համակարգի թիրախում։ Միայն նրա համար, որ Վարդան Ղուկասյանի փեսան է։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը սկսել է այդտեղ շահերի բախում նկատել։ Ավետիս Արաքելյանը հիշեցնում է, իրեն Վարդան Ղուկասյանը չի նշանակել, իրեն ժողովուրդն է ընտրել։ Նա Գյումրիի փոխքաղաքապետի պաշտոնում ընտրվել է մայիսի 2-ին ավականու քվեարկությամբ։ Ցուցակի մեջ ես ոչ երրորդն եմ եղել, ոչ չորրորդ կամ վերջի, որ տեսանելի չլիներ։ Եթե չեմ սխալվում, մեր ընդրական այդ թերթիկների մեջ է առաջի 3 համարների անունազգանունները գրվում են։ Այդ ամեն ինչը Իցույց բոլորին է եղել եւ քաղաքացին ինձ վստահության քվեր է տվել, ինչպես պարոն Ղուկասյանին, այդպես էլ եւ մեզ ինձ էլ ընտրել է ավականին։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը այդ նոր իմացավ, որ ինքը Ղուկասյանի փեսան է։ Եթե շահերի բախում կար, ինչու դեռ ընտրությունների ժամանակ կենտրոնական ընտրական հանձնաժողովը խնդիր չտեսավ։ Եթե դա ամեն ինչը սկզբանե կար, այդպիսի օրենքներ կար, որ խոչընդոտում էին, ես եկել եմ ցուցակի երկրորդ համարը, թող կենտրոնական հանձնաժողովը չընդուներ եւ չհաստատեր իմ ներկայությունը։ Արաքելյանի պնդմամբ Գյումրիի ընդդիմադիր համայնքապետ Վարդան Ղուկասյանին կալանավորելուց հետո հիմա էլ իր շուրջ են այսպիսի աղմուկ ստեղծում, որպեսզի ազատեն Հայաստանի երկրորդ մայրաքաղաքի համայնքապետի աթոռը ԿՊԱ-կանների սրտի թեկնածուի համար։ Այս պետականության մեջ ամեն ինչ հնարավոր է, տեսնում եք, օրենքի ոչ մի տար չեն պահպանում, բացի դրանից է, եթե այդպիսի բան անել, եւս մեկ անգամ կապացնում են, որ Գյումրին ուզում են թողնել կոլապսի մեջ։ Անցած տարի էլ նույնը տեղի ունեցավ, կոլապսային վիճակ ստեղծվավ, տուժերը դրանից միայն գմրեցին։ Հիմա էլ եթե շարունակեն այդ ամեն ինչը, ուրեմն կտուժի գմրեցին։ Համայնքապետի պարտականությունները կատարող Ավետիս Արաքելյանը կասկած չունի, Հայաստանի իշխանության հրահանգով են քրեական հետապնդումներ սկսվել Գյումրիի ընդդիմադիր համայնքապետի նրա շրջապատի նկատմամբ։ Այս պնդումները կտրականապես հերքում է Շիրակի ԿՊԱ-կան մարզպետը։ Նման գործելավոճ չունենք, ամեն գնով իշխանություն վերցնող մի կինքի դենք։ Մենք այդ լեգիտիմ ընտրություններն են, այլ որևիցե ձև իշխանություն վերցնելու մենք չգիտենք։ Լսել ենք, բայց ամեն դեպքում չենք օգտագործում։ Դավիթ Արուշանյանն ասում է, եթե որևէ մեկը օրենք է խախտել, իրավապահ համակարգը պարտավոր է դրա հետևից գնալ, բայց ինչի համար են հեղափոխություն արել։ Դրվետ է որևէ մեկը օրենք է խախտել, իրավապահ համակարգը պարտավոր է այդ խախտման հետևից գնալ, պարզաբանել, մեղավորներին պատժել։ Այդ դեպքում ինչու իր հետևից չեն գնում իրավապահները, չէ՞ որ իր տեղակալը փոխմարզպետ Արտուշ Հովհաննիսյանը իր մտերիմ ընկերն է։ Ըստ Հայլուրի աղբյուրների, Շիրակի փոխմարզպետը համակարգում է մարզի կրթական ոլորտը։ Կինը Գյումրիի մի դպրոցի, աներն էլ մեկ այլ դպրոցի տնօրեն է։ Սա դեռ ամենը չէ, ըստ մեր աղբյուրների, Շիրակի փոխմարզպետի կնոջ մորաքրոջ տղան էլ շահել է որոշ դպրոցների վերանորոգման տենդերներ։ Բայց չգիտես ինչու կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը այստեղ շահերի բախում չի նկատվում։ Փոխարենը ամեն օր նոր մարդկանց են ձերբակալում Գյումրիի համայնքապետարանից, նոր քրեական հետապնդումներ սկսում։ Հոկտեմբերի 20-ին Գյումրիի քաղաքապետարանի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայից հետո հարուցված քրեական գործով անցնող մարդկանց թիվը հասել է 43-ի, նրանցից երկուսը անչափահաս են, մեկը մեկուսարանում է, մյուսի խափանման միջոցը տնային կալանքն է։ Լիլիթ Գասպարյան, Ալեքսան Սարգսյան, Խաչատուր Գևորգյան եւ Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։ Աբովյանի նախկին համայնքապետ Վահագն Գևորգյանին 43 դրվագով մեղադրանք է առաջադրվել, հայտնում է հակակոռուպցիոն կոմիտեն։ Ըստ մեղադրանքի նա 21 հողատարածք է ապօրինի օտարել։ Դրանք ըստ Աբովյանի գլխավոր հատակագծի
Ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներ են։ Համայնքի ղեկավարը եւ համայնքապետարանի աշխատակիցը Աբովյանի մի շարք հասցեներում գտնվող խողամասերի աճուրդների կապակցությամբ կազմել եւ շրջանառության մեջ են դրել կեղծ արձանագրություններ։ Համայնքին պատճառված վնասից նախաքննության ընթացքում ավելի քան 49 միլիոն դրամը վերականգնվել է։ Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է եւ վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են Հայաստանի հակակոռուպցիոն դատարան։ Իդեպ Վահագն Գևորգյանը 2015-ին ԲԿ-ի ցուցակով էր քաղաքապետ ընտրվել, 2019-ին արդեն հաղթել էր ԿՊ-ի տեխնացուին որպես անկուսակցական։ Ապարանի համայնքապետարանի քաղաքաշինության բաժնի 3 աշխատակից կաշառք ստանալու եւ տալու հոդվածներով քրեական վարույթով են անցնում, ինչը սակայն կապ չունի համայնքապետարանում նրանց զբաղեցրած պաշտոնների հետ։ Հայլուրին Ապարանի համայնքապետի տեղակալ Արկադի Կարապետյանը հայտնել է, որ 3 աշխատակիցն էլ չափագրող են, մասնավոր աշխատանքներ են անում, որի համար վճարվում են։ Նրանց մասնավոր աշխատանքի մեջ են իրավապահները խախտումներ տեսել։ Համայնքապետարանում են խուզարկել միայն գործով անցնող 3 աշխատողների աշխատասենյակները, հարգրավել են նրանց համակարգիչները եւ մի քանի փաստաթուղթ։ Համայնքի ղեկավարի տեղակալի խոսքով նրանք հիմա համայնքում են, բայց աշխատանքի չեն գնում, սպասում են դատարանի որոշմանը։ 3 աշխատակիցներն էլ ճիշտ է, մեր աշխատակիցներն են, բայց համայնքապետարանի հետ կապված ոչ մի ապօրինի գործողություններ չի արվել։ Այսինքն այդ գումարների մասին, ինչի մասին որ խոսվում է, այդ գումարները կապ չունեն համայնքապետարանի որևիցե աշխատանքի թղթի տալու, վեկալելու կամ ինչ-որ որոշումների հետ կապված։ Ֆրանսիացի ամենահեղինակավոր փաստաբաններից Շարլ Կոնսինյին նորից կոչով դիմել է Ֆրանսիայի նախագահին, պահանջելով, որ Էմանուել Մակրոնն իր հերթին ճնշում գործադրի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վրա ազատ արձակելու հայ քաղբանտարկյալներին, մասնավորապես բարերար գործարար Սամվել Կարապետյանի։ Ինչպես հիշում եք, Կոնսինյին մոտ 1 ամիս առաջ էր դիմել Ֆրանսիայի կառավարությանը, որ պաշտոնական Փարիզը կատարի արդարադատության միջազգային պարտավորություններն ու ազատ արձակի իր խոսքով ապօրինաբար կալանավորված Սամվել Կարապետյանին։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հերքում է, թե Նարեկ Կարապետյանի առաջարկած սխեմայով էլեկտրաէներգիան հնարավոր է էժանանա։ Հեցի տնօրենների խորհրդի նախագահի հաշվարկով 1 կիլովատի համար հնարավոր է էժանացնել էլեկտրաէներգիան շուրջ 3 դրամով։ Տաշիր Կապիտալը այսօր նորից դիմել է ՀՑԿՀ-ին հոսանքը բացառապես ընկերության եւ Սամվել Կարապետյանի շահույթի հաշվին էժանացնելու առաջարկով։ Ով է դեմ, որ լույսի գինն իջնի։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ու Տաշիր Կապիտալը իրար են մեղադրում։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր 5 կետանոց հայտարարությամբ հերքել է Հեցի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի հրապարակած տեղեկությունը, թե էլեկտրաէներգիայի սակագինը հնարավոր է 3 դրամով իջեցնել։ Հանձնաժողովը պնդում է, որ Հեցի առաջարկը վերաբերել է 6 ամսում ձևավորված 3.6 միլիարդ դրամ լրացուցիչ օգուտը նվազեցնելուն, ինչը բոլոր սպառողների էլեկտրաէներգիայի սակագնի վրա կարող է ազդել ընդամենը 0.2 դրամով։ Բայց ցանցում է հայտնվել բացառիկ ձայնագրություն հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստից, որում լսվում է, թե ինչպես է հանձնաժողովը դեմ արտահայտվում սակագնի իջեցմանը։ Դավիթ Խազինյանն էլ դժգոհում է ապակառուցողական վերաբերմունքից։ Դրանքից ասենք լավ բան են ուզում անեն, կոնստրուկտիվ դաշտում փորձում աշխատել, բայց չկա անենտեղ ինչ-որ sense բան են, երկաթի դռներ են փակվում, չէ, չէ։ Ախր նորմալ չի։ Վերջին հաշվով այստեղ ոչ մեր շահն անձնական, ոչ ձեր շահն անձնական, այստեղ հանրային գերակաշա, ինչպես սիրում են նշել շատերը մեզ վերջերս։ Բանվորը մնաց հանրային գերակաշա։ Այսօր է Տաշիր Կապիտալը գնիչեցման առաջարկի երկրորդ ծրարը տարել հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով։ Հուսամ կքննեն եւ սակագինը կիչեցնեն, բնակչության բեռնել որոշակի չափով կթեթևանը։ Հոգսաշատ ձմռանը մարդկանց մատից մի փուշ հանելու համար են Տաշիր Կապիտալի ներկայացուցիչներն առաջարկում հոսանքի գինն իջեցնել։ Ինչի համար պետությունը շնորհակալություն չի հայտնում այդ ընկերությանը ու հակառակ կալանավորում է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը, ով մերժել է, ինքը պետք է հանրության առաջ պատասխան տա, արդյոք նրանք աշխատում են ի բարօրություն Հայաստանի Հանրապետության ժողովրդի, թե ոչ կամ ի նպաստ հանրությանը։ Տաշիր Կապիտալի ներկայացուցիչներն առաջարկում են հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին միանգամից խոստովանել, որ գնիչեցման իրենց առաջարկը անընդհատ մերժվում է, որպեսզի ընտրություններից առաջ հոսանքի էժանացումը իբրև փաշինյանական պոպուլիզմի նոր կերակրատեսակ դրվի մարդկանց սեղաններին։
պետք է մեր հանրությանը այս ուղերձը, այս մեսիջը հասցնենք ու սկսենք, այո, մեր հանրային պահանջը։ Թույլ մի տվեք ձեզ ճնշեն, թույլ մի տվեք ձեզ խեղճացնեն։ Դուք եք այս երկրում իշխանության աղբյուրը, պետական մարմինները, պաշտոնատար անձինք, իրենց գործողությունները պետք է ձեր շահով պայմանավորվեն։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Ղուդատյանը հոսանքի սակագնի մասին հարցերը հետ է մղում։ Մենք որոշում ենք էներգետիկ ոլորտի քաղաքականությունը, մենք չենք որոշում Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագները։ Չէր ցանկանա, որ Սամվել Կարապետյանի շահույթի հաշվին հենց այսօր իջներ հոսանքի գինը։ Ղուդատյանը չի կարծում, թե դա Կարապետյանի շահույթի հաշվին կլիներ։ Հայաստանի Հանրապետությունում իրականացվող ցանկացած փոփոխություն լինում է ինչ-որ բանի հաշվին։ Եթե օրինակ մենք շարունակենք ենթադրենք կառուցել 500 կիլոմետրի փոխարեն 1000 կիլոմետր ճանապարհ, դա մեծ հավանականությամբ կլինի դպրոցային ծրագրի շարունակության հաշվին։ Հեցի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան գրառման բեդի Մելհեցի տնօրենների խորհրդի նախագահին հորդորել է դադարեցնել հանրությանը մանիպուլացնելու փորձերը եւ սպասել հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հարուցած վարչական վարույթի ավարտին։ Աննա Գյուլնազարյան, Կարինե Մանգասարյան, Հենրիկ Համազասպյան, Եվանի Ղանդիլյան, Հայլուրի համար։ Ծափաթաղում արևային կայանի տեսախցիկները չեն օգնել 5 օր առաջ անհետացած Տիգրանի որոնումներին։ Ոստիկանության Հայլուրի աղբյուրներն են տեղեկացնում, որ տեսախցիկների ուսումնասիրությունը որևէ արդյունք չի տվել 3 տարեկան տղայի գտնվելու վայրը պարզելու համար։ Տիգրանին վերջին անգամ տեսած չխոսքան եղբորից ոչինչ չեն կարողանում իմանալ ոստիկանները։ Ծափաթաղում ծառ ու թուփ չի մնացել, որտեղ չեն փնտրել փրկարարները, ոստիկաններն ու որոնումներին միացած կամավորները։ Այսօր որոնողական աշխատանքները Սևանալճում ու ափամերձ տարածքներում են շարունակվում։ Մոտակա անտառում եւ հարակից գյուղերում են փնտրում Տիգրանին։ Հարգելի հեռուստադիտողներ, այժմ այն մասին, թե ինչ ունենք թողարկման երկրորդ հատվածում։ Տեսախցիկների առաջ ասել եմ երբ է բացվում, ասել եք հոկտեմբերին է բացում։ Չկատարած խոստումներով Փաշինյանին վատ դրության մեջ դրած Դավիթ Ղուդատյանը հիմա էլ խոստացել է 2026-ին կառավարությունը 300 դպրոց կառուցած է լինելու։ Անցած 4 տարում ընդամենը 59 դպրոց է շահագործման հանձնել Փաշինյանի թիմը։ Մասս ցուցանիշները վստահաբար ապահովելու են։ Կատարի մարտերեն ռուս-ուկրաինական ճակատում Զելենսկին ռուսներին մեղադրում է էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածելու համար։ Եվ ծայրահեղ ուղղափառ հրեաները լցվել են Երուսաղեմի փողոցներ, այդ էլ Իսրայելի դրոշը պահանջում են իրենց բանակ չզորակոչել։ Մենք մեր երկիրը պաշտպանում ենք աղոթքով։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Ղուդատյանը այսօր վստահեցրել է, թե 2026-ին կառավարությունը 300 դպրոց կառուցած կլինի։ Իմ գործընկեր Արփի Սուքիասյանը պարզել է, որ նույն նախարարը անցած տարի էլ իր քավոր Նիկոլ Փաշինյանին էր վստահեցրել, թե Այգևանի մանկապարտեզը հոկտեմբերին կբացվի։ Փաշինյանը հավատացել էր Սանիկին հետո վատ դրության մեջ հայտնվել, քանի որ մանկապարտեզը դեկտեմբերին է բացվել։ Այսօր երբ Ղուդատյանը բողոքում է, որ իրեն չեն հավատում, թե դպրոցները կառուցված կլինեն, ընդդիմադիրները հիշեցնում են 2026-ին մի քանի ամիս է մնացել, իսկ խոստացված 300 դպրոցից ընդամենը 59 է կառուցված։ ՔՊԱ-ական падգամավորը սատար է կանգնում տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարին։ Շնորհակալական խոսքը փոխանցում եմ ձեզ։ Շնորհակալություն է հայտնում արած գործի համար անմիջապես այն բանից հետո, երբ ընդդիմադիրները նախարարին չարած գործի մասին են հիշեցնում։ Փաշինյանի թիմը 2021 թվականի ընտրությունների քարոզարշավի օրերին խոստացել է 5 տարում 300 դպրոց, 500 մանկապարտեզ կառուցել, վերակառուցել ու նորոգել։ Իշխանությունը ուժեղ է։ 2026-ը վերջնաժամկետը սարերի հետևում չէ, բայց գործի 20%-ն է միայն արված։ Ես ինքս իմ օգնականը անձամբ զանգել ենք ցուցակում հայտնված 300 դպրոցներին հատ եւ հստակ ու վստահաբար կարող եմ ասել, որ այս պահի դրությամբ նախարարությունից ստացված պատասխանով հոկտեմբերի դրությամբ 56 դպրոց է պատրաստ եւ զանգերի կեսից ավելիի մեջ դեռևս նոր սկսված է շինարարությունը, դրանց կեսը դեռևս ոչինչ սկսված չէ։ Սա 2021-26 թվերի կառավարության ծրագրի մաս է, 2026 թվականը չի եկել, հետևաբար մենք աշխատելու ժամկետ ունենք եւ շարժում ենք օրացիային գրաֆիկին համապատասխան։
Ինչու է մի տեսակ զայրացել տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարը։ Կարծես առաջին անգամ է գրաֆիկ խախտում։ Կարծես ինքը չէր նախարարի պաշտոնում հենց առաջին նիստին կաս կարմիր կտրել ստելու համար։ Սանիկ նախարարը Քավոր վարչապետին 2024-ի ամռանը վստահեցրել էր Այգևանի մանկապարտեզը հոկտեմբերին կբացվի։ Դեկտեմբերն էր, Մսուր մանկապարտեզի դռները դեռ փակ էին։ Գազամատակարարումը ներքին ցանցը կառուցված էր, միացնելը ոչ։ Տեսախցիկների առաջ ասել եմ երբ է բացվում, ասել եք հոկտեմբերին է բացվում, ես էլ գրել եմ։ Հոկտեմբերի մանկապարտեզը բացվում է։ Իմից ստացվեց, որ սուտ ասեցի։ Հիմա ինչպես հավատալ։ Նախարարը, որ վարչապետին է դրդում ստել։ Ինքը չի ստի ասելով 2026-ին 300 դպրոց, 500 մանկապարտեզ կառուցած կլինենք։ Ու ոչինչ, որ 4 տարում ընդամենը 59 դպրոց են շահագործման հանձնել։ Գուցե մնան 5, 6, 10, 15, որտեղ ավարտվածությունը կլինի 80 եւ ավելի տոկոս։ Այսինքն մենք գնում ենք այս ծրագրի ամբողջական իրականացման ճանապարհով։ Մենք ազգային ժողովը ընդունել է օրենք, բացի ծրագիրը ընդունել է օրենքում հաստատվել է, որ 24 թվականին արդեն պետք է ունենայինք 198 դպրոց, 25 թվականի վերջին 300 դպրոց։ Նախկինում չեմ կարող ասել ինչա պլանավորած եղել, առնվազն մենք փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ գնում ենք այն ճանապարհով, որի մասած ցուցանիշները վստահաբար ապահովելու են։ Հարցը ցուցանիշների լինելը չէ, նկատում են ընդդիմադիրները, անհանգստանում։ Հիմա էլ ՔՊ-ն չարագացնի ու դպրոց մանկապարտեզները ցնցուղ կախիչ օպերացիայի մակարդակի շինի։ ԿԳՄՍ նախարարը հայտարարել է, որ հիմա շինաշխատանքներ են 259 դպրոցում։ Վարչապետն էլ վստահեցրել է 300 դպրոց կառուցելուց հետո եւս 300-ն են կառուցելու։ Վերենք կասկածի տակ։ Բայց կկառուցեն, որ կառուցեն, շարունակում են հարցնել ընդդիմադիրները։ Արփիս Քեսյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։ Վաղարշապատի համայնքապետի թեկնածու ընդդիմադիր հաղթանակ դաշինքի առաջնորդ Սևակ Խաչատրյանն այսօր պտտվել է Էջմիածնի Արամ Մանուկյան թաղամասով, զրուցել քաղաքացիներին հուզող խնդիրների մասին եւ խոստացել նրանց արդարացնել բոլորի սպասելիքները։ Էջմիածնեցիները հաջողություն են մաղթել Սևակ Խաչատրյանին։ Բարև ձեզ, հարգանքներս Հարությունյան ջան։ Քուր սափրվեցի, հատուկ դիմավոր։ Շնորհակալություն շատ, ո՞նց եք։ Դե լավ եղեք, ձեզ լավ օր, առողջ եղեք, մայրիկ ջան։ Առողջություն, հաջողություն, ջանսაღություն, ամենա լավ բաներ Տերը թող կամանա, բոլորին էլ բալես։ Շնորհակալություն, Աստված բոլորիս հետ։ Տրտում չմնա, ոչ մեկը տրտում չմնա, բալես։ Վաղարշապետի համայնքապետի թեկնածու Արգիշտի Մեխակյանը հերքել է, թե Վաղարշապատում վարչական ռեսուրս է կիրառվում։ Նա այդ լուրերը սուտ է որակել։ Գրեթե 10 օր առաջ իշխանություն լրատվականի տեսախցիկն էր ֆիքսել, թե ինչպես են քաղաքապետարանի բարեկարգման բաժնի աշխատակիցները ծառայողական մեքենայով եւ աշխատանքային ժամին փակցնում Վաղարշապատի համայնքապետի ԿՊԱ-ական թեկնածու Արգիշտի Մեխակյանի քարոզչական պաստառները։ Պաստառները փակցնում էին բազմաբնակարան շենքերի պատերին, ինչը արգելված է։ Ավելի ուշ Մեխակյանը նշել է, որ խախտումները վերացրել են։ Պաստառների տեղադրման հետ կապված որտեղ որ խախտում է արձանագրվել, մենք հեռացրել ենք եւ հետեւողական ենք, որ մյուս ուժերն էլ իրենց խախտումներով տեղադրված վայրերից նույնպես հեռացվեն եւ հեռացվում են։ Խոսում են, որ համայնքապետարանի աշխատակիցներին համայնքապետարանի տեխնիկան օգտագործում է քարոզչության ընթացքում։ Նման բան չի եղել, այդ մասով էլ նորից մեկնաբանություններ կա։ Միջազգային օրակարգին անցնենք Պուտին-Թրամփ Բուդապեշտում նախատեսված հանդիպումը ռուսական կոշտ պահանջներով փաստաթղթի պատճառով չեղարկվել է, հայտնում է Financial Times-ը։ Տարբերական իր աղբյուրներին հղմամբ գրել է, թե Մոսկվան Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու կոշտ պայմաններով հուշագիր է ուղարկել Վաշինգտոնին։ Պեսկովը հերքել է պարբերականի լուրը եւ հայտարարել, թե պետք է կենտրոնանալ պաշտոնական ձևակերպումների, այլ ոչ թե թերթային գնահատականների վրա։ Սումիի եւ Խարկովի մարզերում ռուսական հարվածներից 12 մարդ է տուժել, այդ թվում երեխաներ։ Ռուսական անօթաչուների թիրախում երկաթուղային ենթակառուցվածքներն են եղել ըստ Կրեմլի, բայց Կիևը հայտնում է, թե բնակելի տներին են հարվածել ռուսները։ Ուկրաինան նաեւ էներգետիկ ենթակառուցվածքների թիրախավորման մասին է հայտնում։ Մանրամասները ռեպորտաժում։
Սումիում 12 մարդ է վիրավորվել ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով, վիրավորների մեջ երեխաներ կան։ Ռուսական 10 անօդաչու թռչող սարքեր են հարվածել բնակելի շենքերին, պատերազմի 1346-րդ օրը թեժ մարտեր են Սումիում և Խարկովում։ Գիշերը Ռուսաստանի զինված ուժերը հարձակվել են նաև այդ մարզերի երկաթուղային ենթակառուցվածքների վրա, Սումիում հարվածել են Ուկրզալիզնիցա կայարանին, որից ամեն օր օգտվում են քաղաքացիները։ Ուկրաինական կողմը հայտնում է նաև, որ դաշնությունը հարվածում է էներգետիկ ենթակառուցվածքներին։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Դոնեցկի արևելքում ջեկի վրա ռումբի պայթյունից 2 մարդ է զոհվել, վիրավորներ կան, հարյուրավոր մարդիկ առանց լույսի են մնացել։ Դա է հենց Մոսկվայի նպատակը, ձմռանն ընդառաջ Ուկրաինան ցրտի ու խավարի մեջ պահել, պնդում է Կիևը։ Բայց ռուսական կողմը վստահեցնում է, իրենք հարվածում են բացառապես ռազմական և արդյունաբերական օբյեկտներին, ընդ որում դա անում են ի պատասխան Ուկրաինայի զինված ուժերի հարձակումներին, կատաղի մարտերը Պոկրովսկում են։ Ռուսաստանը շարունակում է զորք կուտակել ռազմաճակատի ամենալարված կետում։ Զելենսկիի խոսքով Պոկրովսկում ռուսական զորքը 8 անգամ ավել է ուկրաինական զորքից։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարն է հայտարարել, որ Պոկրովսկը գրավելու համար Ռուսաստանը ուժեր է կուտակում։ Ռուսական պետական լրատվական գործակալությունների տվյալներով թեժ մարտեր են ընթանում նաև Զապորոժիեի մարզում։ Ռուսական բանակը վերահսկողություն է հաստատել Կրասնոհիրսկ և Խարկովի շրջանի Սադովե գյուղերում։ Ուկրաինական կողմը հայտնել է, որ դաշնության վերջին հարվածներից այդ մարզում 3 տղամարդ և 7-ամյա մի աղջիկ է զոհվել։ Ուկրաինական ուժերն էլ են շարունակում հարձակումները Ռուսաստանի տարածքում։ Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնում է ուկրաինական խփված անօդաչուների մասին։ Գիշերը Ռուսաստանի տարածքում հակաօդային պաշտպանությունը 130 ուկրաինական անօդաչու թռչող սարք է ոչնչացրել։ Մարիամ Ամիրջանյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուրի համար։ Միացյալ Նահանգների միջուկային փորձարկումների ժամանակ փոքր վերահսկվող ստորգետնյա պայթյուններ են լինելու հայտարարել է սենատոր Թոմ Քոթոնը։ Նրա խոսքով դրանք ընդհանրապես ռուսական եւ չինական ենթադրյալ սպառնալիքին հակազդելու փորձ են։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ միջուկային փորձարկումները համարում է նպատակահարմար, քանի որ ուրիշներն են դա անում։ Կրեմլի խոսնակ Պեսկովն արձագանքել էր ընդգծելով, որ Ռուսաստանի բուրևեստնիկի փորձարկումները միջուկային չեն։ Համասը պատանդների եւս 2 մարմին է հանձնել Իսրայելին։ Միայն դատաբժշկական փորձաքննությունից եւ նույնականացումից հետո ընտանիքները կստանան հարազատների աճյունները։ Համասն առնվազն 13 պատանդների մարմիններ դեռ պետք է վերադարձնի իսրայելական կողմին։ Վերադարձված 15 մարմիններից մեկը չի նույնականացվել։ Երուսաղեմում 100 հազարավոր ուլտրաօրթոդոքս հրեաներ փակել են քաղաքը բողոքելով պարտադիր զինվորական ծառայության դեմ։ Բախումների հետևանքով 15-ամյա տղա է մահացել։ Իսրայելի ներքաղաքական կյանքը փոթորկել է պարտադիր զորակոչից խուսափողների համար պատժամիջոցների մասին օրինագիծը։ Ցուցարարներն այրել են Իսրայելի դրոշը։ 100 հազարավոր ուլտրաօրթոդոքս հրեաներ փակել են Երուսաղեմի հիմնական մուտքերը ի նշան պարտադիր համընդհանուր զինվորական ծառայության դեմ բողոքի։ 15-ամյա մի տղա, որը մի խումբ այլ ցուցարարների հետ բարձրացել էր կիսակառույց շենք, ընկել է եւ մահացել։ Ցուցարարների եւ ոստիկանների միջև բախումներ են սկսվել, երբ իրավապահները սկսել են ցրել բողոքի ցույցը։ Զինվորական ծառայությունն Իսրայելում պարտադիր է 18 տարեկանից բարձր տղաների եւ աղջիկների համար, սակայն ուլտրա ուղղափառ հրեաները միշտ ազատված են եղել զինվորական ծառայությունից։ Այս հարցը երկար ժամանակ եղել է երկրի աշխարհիկ եւ կրոնական ուժերի բուռն քննարկումների առարկա։ Անցած տարվա հունիսին Իսրայելի գերագույն դատարանը որոշել էր զորակոչել նաեւ Յեշիվա ուլտրա ուղղափառ հրեական կրթական հաստատությունների ուսանողներին։ Որոշումը դեռ օրենքի ուժ չի ստացել, սակայն Քնեսեթ է ուղարկվել զորակոչից խուսափողների համար պատժամիջոցների մասին օրինագիծը։ Ընդդիմության առաջարկին աջակցում են նաև իշխող Լիկուդ կուսակցության որոշ անդամներ։ Նեթանյահուի կաբինետը նորից դժվարին իրավիճակում է հայտնվել։ Բիբին կողմ է օրինագծին, սակայն իշխող կոալիցիայի որոշ անդամներ, որոնք կրոնական կազմակերպություններ են ներկայացնում, դեմ են պարտադիր համընդհանուր զորակոչին։ Վերջին 2 տարիներին նրանք պարբերաբար սպառնում են քանդել կոալիցիան։ Երուսաղեմի ցույցերը դատապարտել է ընդդիմության առաջնորդ Յայիր Լապիդը։ Եթե կարող եք մասնակցել ցույցերի, կարող եք նաև պաշտպանել պետությունը։ Բացառությունների դարաշրջանը ավարտվել է։
Ուլտրաօրթոդոքսները պնդում են, որ զինվորական ծառայության պարտադրանքը հակասում է իրենց կրոնական կենսակերպին։ Մենք մեր երկիրը պաշտպանում ենք աղոթքով եւ կրոնական կյանքով, ավելի արդյունավետ, քան բանակում։ Մենք մեր հայրենիքի պաշտպաններն ենք։ Երիտասարդների գործողությունները սրբապղծություն են անվանել հրեապատանդների եւ անհետ կորածների հարազատները։ Նրանք արգելել են ծայրահեղ ուղղափառներին շահարկել իրենց երեխաների անունները զորակոչից խուսափելու համար։ Տարեսկզբին Ցախալի պատմության մեջ առաջին անգամ ստեղծվել է առաջին կրոնական ստորաբաժանումը՝ Հասմոնեական բրիգադը, որում մոտ 150 զինվոր է ծառայում։ Զինվորներին թույլատրվում է շաբաթ օրերին կրոնական ավանդական հագուստ կրել, ժամանակ հատկացնել աղոթքներին եւ Թորայի ուսումնասիրությանը։ Իսրայելի պաշտպանության բանակը պնդում է, որ ուլտրաօրթոդոքս զինվորների կրոնական ավանդույթները հնարավորինս պաշտպանված են ծառայության ընթացքում։ Ծովինար Բարխոդարյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։ Հարյուրավոր մարդիկ հարգանքի տուրք են մատուցել Բրազիլիայի ամենամեծ հակաթմրամիջոցային գործողության ժամանակ զոհված 4 ոստիկաններին։ Հոկտեմբերի 28-ին էր Ռիո դե Ժանեյրոյի 2 թաղամասերում սկսվել զսպում գործողությունը քաղաքի ամենահզոր նարկոտիկ բանդաներից մեկին Կոմանդո Վերմելիոյին վնասազերծելու համար։ Գործողության ընթացքում ոստիկանների ու բանդայի անդամների բախումների հետևանքով 128 մարդ էր զոհվել։ Եվ վերջում արհեստական բանականության ռիսկերը քննարկելու համար շուրջ 150 մասնագետ է հավաքվել Երևանում։ Յուկոմն է միջազգային կոնֆերանսի գործընկերը։ Ինչպես կիրառել արհեստական բանականությունը, որոնք են դրա ռիսկերն ու հնարավորությունները։ Տեղեկատվական անվտանգության եւ ռիսկերի կառավարման 150 մասնագետ Արաբական Միացյալ Էմիրություններից, Նիդերլանդներից, Մեծ Բրիտանիայից, Լիբանանից, Սլովենիայից, Ներքին աուդիտորների ինստիտուտ Հայաստան հասարակական կազմակերպության հրավերով Երևանում քննարկել են նորագույն ժամանակներում այս կարևոր հարցերը։ Կառավարում, ռիսկեր եւ համապատասխանություն արհեստական բանականության եւ թվային ակտիվների դարում խորագրով միջազգային կոնֆերանսի տեխնոլոգիական գործընկերը Յուկոմն է։ Յուկոմի գլխավոր տնօրեն Ռալֆ Իրիկյանը հանդես եկավ ելույթով կապից դեպի պատասխանատվություն, հեռահաղորդակցությունը արհեստական բանականության դարաշրջանում թեմայով, ներկայացնելով հեռահաղորդակցության ոլորտի զարգացումների իր տեսլականը։ Ելույթից հետո Ռալֆ Իրիկյանին հանձնվեց հուշանվեր ի նշան շնորհակալության համաժողովի տեխնոլոգիական գործընկեր լինելու համար։ Յուկոմում գիտակցում ենք, թե ինչքան արագ է զարգանում արհեստական բանականությունը եւ միևնույն ժամանակ թվային փոխակերպումը եւ ինչքանով այս բոլորը ձևակերպում է համարյա բոլոր ոլորտների աբական։ Մենք այս ամենը գիտակցելով հեռահաղորդակցության ոլորտում կառուցում ենք համապատասխան ենթակառուցվածքները։ Յուկոմը միշտ է ձեռքը պահում ժամանակի զարկերակին, վստահեցնում է ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Իրիկյանը։ Յուկոմը այս տարի մեր տեխնոլոգիական գործընկերն է, այսինքն արհեստական բանականության հենց թեմայով կոնֆերանսը բավականին հարուստ գիտելիք է տալու մասնակիցներին, ունենք մոտ 200 գրանցված մասնակից։ Թեմաները վերաբերվում են կորպորատիվ կառավարմանը, ռիսկերին, համապատասխանությանը, ներքին աուդիտին, արհեստական բանականությանը, կրթությանը, թվային ակտիվներին։ Ռալֆ Իրիկյանի խոսքով կարևոր է արտերկրից եկած մասնագետների փորձին ծանոթանալը, հատկապես արհեստական բանականության դարաշրջանում։ Փորձի փոխանակումը հարստացնում է գիտելիքները, հարստացնում է ինչ որ առումով փորձը եւ մենք կարողանանք կիրառել ինչ որ նոր բաներ, որը դեղի ունենում է արդեն դրսում մեծ աշխարհում եւ ինչու՞ չէ իրենք ալ մեզանից վերցնում են ինչ որ որոշ գիտելիքներ, որ մենք կիրառել ենք։ Որակյալ եւ արագ հեռահաղորդակցություն, տվյալների պաշտպանություն, մարդկանց ու բիզնեսների անվտանգ գործակցություն հիմնված թվային վստահության վրա։ Այս հարցերից բացի Երևանյան ամենամյա կոնֆերանսի մասնակիցները քննարկել են նաև կիբերանվտանգության արդիական խնդիրները։ Զարուհի Սահակյան, Նորայ Շարբաթյան, Էլեն Յահինյան, Հայլուր։ Հարգելի հեռուստադիտողներ, շնորհակալություն ուշադրության համար, կհանդիպենք։